Բոլիվարյան հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ Սիլվիա Պերեսի ձերբակալման գործողությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 152 ամերիկյան ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բարդ գործողություն էր։ Դրան մասնակցել են 152 ինքնաթիռ եւ մեծ թվով զինվորներ։ Այն տպավորիչ էր։ Մեր կողմից զոհեր չկան, բայց ցավոք շատ մարդիկ զոհվեցին։ Մահացածների մեծ մասը կուբացի զինվորներ էին։ Վենեսուելայում գործողության ժամանակ ամբողջ էլեկտրական համակարգը անջատվեց, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Խոսելով Նիկոլաս Մադուրոյի մասին, Թրամփը մեղադրել է նախկին նախագահին միլիոնավոր մարդկանց մահվան համար պատասխանատու լինելու մեջ։ Նրանք Կարակասի կենտրոնում խոշտանգումների խցիկ ունեն, ասել է ամերիկացի առաջնորդը։ Թրամփը Մադուրոյին նաև մեղադրել է իր պարերը ընդօրինակելու մեջ։ Նա բռի մարդ է, բարձրանում է բեմ եւ փորձում է մի քիչ ընդօրինակել իմ պարը, ասել է նախագահը։ ԱՄՆ վարչակազմը պահանջել է, որ Վենեսուելայի կառավարությունը շտապ-վերանայի նավթի արդյունահանման մասին օրենքները ամերիկյան ընկերությունների համար օգուտ բերելու նպատակով։ Վաշինգտոն Փոստի հաղորդմամբ այս մասին հայտնել է Դեյվիդ Իգնատիուսը։ Վաշինգտոնի վարչակազմը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին մի քանի օրվա ժամկետ է տվել վերաշարադրել Վենեսուելայի նավթային օրենքը ամերիկյան ընկերություններին արտոնյալ մուտք տալու համար, ասվում է հոդվածում։ Ինչպես նշվում է, ամերիկյան էներգետիկ ընկերությունների որոշ փորձառու ղեկավարներ զգուշացնում են, որ Վենեսուելայի նավթարդյունաբերության արդիականացման գործընթացը կլինի երկար եւ թանկ։ Չինաստանը պնդում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ անհապաղ ազատարձակման մասին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Ոչ մի երկիր չի կարող իր ներքին կանոնները միջազգային իրավունքից վերդասել։ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ ազատարձակել նախագահ Մադուրոյին եւ նրա կնոջը, ապահովելով նրանց անձնական անվտանգությունը, ասել է նա։ Եվրոպացի առաջնորդները եւ ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն համաձայնության գալ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերի շուրջ, հաղորդում է Բլումբերգը հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների տվյալներով համաձայնագրի նախագիծը կարող է նախատեսել ամերիկյան զորքերի ներկայություն Ուկրաինայում խաղաղության կնքումից հետո եւ ԱՄՆ-ի օգնությունը հրադադարի մոնիթորինգի հարցում, այդ թվում հետախուզական տեղեկատվության տրամադրման միջոցով։ Աղբյուրների փոխանցմամբ հաջողության դեպքում Ուկրաինայի դաշնակիցները հույս ունեն ռուսական կողմին ներգրավել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ քննարկումներում։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Փարիզում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բալտիկայում դաշինքի արևելյան թևի պաշտպանության եւ արկտիկական համագործակցության հարցերը, ասվում է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Մասնավորապես կողմերը քննարկել են Կանադայի կողմից իր գլխավորած վերահսկողություն առաքելության երկարաձգումը, որի շրջանակներում Բալտիկայում տեղակայվել է բազմազգ բրիգադ։ Վարչապետ Քարնին նաեւ վերահաստատեց Արկտիկայի կարևորությունը դաշինքի անվտանգության համար, նշելով, որ Արկտիկայի դաշնակիցները ամրապնդում են իրենց պաշտպանական կարողությունները ամբողջ տարածաշրջանում, ասվում է հայտարարության մեջ։ Նրանք նաև քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը։ Քարնին ընդգծել է, որ Կանադայի ընդհանուր ներդրումը Կիևի զենքի մատակարարման ծրագրին կազմել է 892 միլիոն կանադական դոլար։ Նախ շնորհավորում եմ եւ շնորհավորում եմ ոչ միայն Եվրոմեդիային, այլ նաեւ մեծ բոլորից, որովհետեւ Եվրոմեդիան չնայած ընդամենը 1 տարեկան է, բայց մուտքը բավական խոստումնալի է, չեմ ասի շռնդարի, որովհետեւ լրատվամիջոցի համար այնքան բաժշատ չի, բայց իսկապես նոր որակի հետ առնչվեցինք ու այդ առիթով պիտի բոլորս այս ուրախությունը համարենք մեր ուրախությունը։ Այս 1 տարին թող դառնա 10 տարի, 100 տարի, բայց իհարկե կարգին Հայաստանում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաջողություն է մաղթել Վենեսուելայի նորընտիր նախագահ Դելսի Ռոդրիգեսին, վերահաստատել է Վենեսուելային աջակցելու իր պատրաստակամությունը եւ հանդես եկել այդ երկրի շուրջ իրավիճակի լիցքաթափման օգտին, երկխոսության եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Մենք ողջունում ենք այդ երկրի պաշտոնական իշխանությունների կողմից ձեռնարկված ջանքերը պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահերը պաշտպանելու համար։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի անսասան համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի եւ կառավարության հետ։
Մենք նորընտիր նախագահ Դելսի Ռոդրիգեսին հաջողություն ենք մաղթում Բոլիվարյան Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը շարունակելու անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բարեկամ երկրին Վենեսուելային, ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունք առանց որևէ ապակառուցողական արտաքին միջամտության։ Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս ստեղծված իրավիճակի լիցքաթափման եւ առկա ցանկացած խնդրի լուծման օգտին, կառուցողական երկխոսության եւ միջազգային իրավական նորմերի, առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրության հարգանքի միջոցով, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով պատրաստվում են ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել նաև միջազգային ատյաններ, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Միքայել Սրբազանի գործով մենք արդեն հիմա անցել ենք կալանքի հատվածին եւ արդեն եվրոպական դատարան դիմելու փաթեթ ենք նախապատրաստում։ Մինչև փետրվարի 4-ից 5-ը կդիմենք, տեղեկացրել է փաստաբանը։ Հունվարի 12-ին ժամը 16:00-ին Վերաքնիչ քրեական դատարանում նշանակված է Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով դատական նիստը, այս մասին հայտնել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը։ Փաստաբանի փոխանցմամբ դատական կազմը ներկայացնում են նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը, Մակար Կիրակոսյանը եւ Արմեն Բեկթաշյանը։ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածուն է։ Բանակը տղամարդ է դարձնում, պետք է հայրենիքի նկատմամբ պարտքը կատարել։ Հայաստանում այսօր հունվարի 7-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Տարբեր մարզերից, քաղաքներից ավտոբուսներով զորակոչիկներին տեղափոխել են կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ նրանց տեղափոխել են զորամասեր։ Բազմաթիվ ծնողներ, հարազատներ, քաղաքացիներ հավաքվել էին իրենց զինվորին բանակ ճանապարհելու։ Այս տարվանից այս զորակոչից սկսած ծառայությունը դարձել է 1.5 տարի։ Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը անդրադառնալով իր վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթին այն որակել է կեղծ։ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է փաստաթուղթ, ըստ որի Եզրաս arczepiskoposը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ 2025 թվականին ամենաշատ վաստակած գրոսմայստերը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն անցած տարի մասնակցել է 16 մրցաշարի եւ վաստակել է 1.455 միլիոն դոլար, հաղորդում է Chess.com-ը։ Երկրորդ տեղում է ամերիկացի Ֆաբիոնո Կարուանան, որը մասնակցել է 19 մրցաշարի եւ վաստակել է 889,000 դոլար։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը եզրափակում է առաջատար եռյակը։ Նա մասնակցել է 15 մրցաշարի եւ վաստակել է 751,000 դոլար։ Հաշվարկը կատարելիս ներառվել են հաղթանակի համար առնվազն 10,000 դոլար մրցանակով մրցաշարերը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գնահատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի վերաբերյալ, ընդգծելով, որ կղզու ապագան պետք է որոշեն այնտեղ ապրող մարդիկ։ Կանցլերի խոսքով Գրենլանդիան պատկանում է իրեն բնակեցնող ժողովրդին։ Նա հավելել է, որ Արկտիկայի անվտանգության հարցը մնում է Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի գործընկերների առաջնահերթություններից մեկը, ներառյալ ԱՄՆ-ն, Դանիան եւ վերջինիս ենթակայության տակ գտնվող Գրենլանդիան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպում անցկացնելու մտադրության մասին։ Ֆրանս 2-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ամեն ինչ պետք է կազմակերպվի կարճաժամկետ հեռանկարում։ Մակրոնը նաև հավելել է, որ երկու երկրների միջև շփումները ներկայումս վերականգնվում են եւ պետք է կայանան մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա ընդգծել է երկխոսության հնարավորինս շուտ անցկացնելու կարևորությունը։ Դանիայի կառավարությունը լուրջ է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կղզին գրավելու սպառնալիքներին եւ ոչ թե միայն որպես ռետորաբանություն կամ բանակցային մարտավարություն։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն Դանիայի կառավարությունը անկեղծորեն մտահոգված է եւ լուրջ է վերաբերվում Թրամփի սպառնալիքներին եւ ոչ թե պարզապես որպես ռետորաբանություն կամ բանակցային մարտավարություն, հայտնել է պարբերականը։ Լրագրողները նշում են, որ դանիացի քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններն արտացոլում են այս մտահոգությունը եւ Դանիայի կառավարությունը դժկամությամբ է հրապարակային հայտարարություններ արել էսկալացիայից խուսափելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի վրա գործողությունները հսկայական հետևանքներ ունեն Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար, քանի որ դրանք Միացյալ Նահանգներին հակադրում են ռազմական դաշինքի մյուս անդամների դեմ։ Նման տեսակետ է հայտնել Bloomberg-ը։ Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի գործողությունները Միացյալ Նահանգներին հակադրելու են Տրանսատլանտյան ռազմական դաշինքի մյուս անդամների դեմ, որը ղեկավարում է եւ որի ստեղծմանը նպաստել է։ Սա կխաթարի Հյուսիսատլանտյան դաշինքի հեղինակությունը եւ աննախադեպ ռազմական ծախսերի բեռ կդնի Եվրամիության վրա, նշել է պարբերականը։ Լրատվամիջոցը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Գրենլանդիայում հեռահար հետևանքներ կունենա ուժերի ամբողջ հավասարակշռության համար, հնարավոր է անկայունացնելով ամբողջ արևմտյան դաշինքը։ Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Հեղինակավոր տնտեսագետ մրցանակը շնորհվում է մի մարդու, ում անունը տասնամյակներ շարունակ եղել է տնտեսական քննարկումների առանցքներում։ Եվ որի գնահատականներն ու վերլուծությունները հասանելի են եղել թե մասնագիտական շրջանակներին, թե լայն հանրությանը։ Հրանտ Բագրատյանը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ է, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, այն տնտեսագետներից է, ով կարողանում է հանրային քննարկումը ձևավորել իր ելույթներով ու տնտեսական մտածողությամբ։ Նրա ելույթներն ու հրապարակային դիրքորոշումները մշտապես եղել են սուր, ուղիղ եւ քննարկումների առիթ տվող։ Այսօր մենք արժևորում ենք մեր խոշոր տնտեսագետին, ում կարծիքը ընկալելի է եւ ում անունը ճանաչելի է թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Սիրով բեմ ենք հրավիրում Հրանտ Բագրատյանին։ Հեղինակավոր տնտեսագետ։ Արմեն ջան, շնորհակալություն, շնորհավորում եմ ձեր կոլեկտիվին, ի վերջո ձեր աշխատանքի շնորհիվ մենք ստացանք անկախ մամուլ, մի լուրջ օջախ, որտեղ հնարավորություն ունենք արտահայտվելու։ Ես բերել եմ ձեզ, որպես հիշատակ ստորագրել եմ, թողնեմ 2 գիրք իմ գրքերից, ես գրել եմ 20 գիրք, որից 2-ը բերել եմ, այս առաջինը, որ 25 տարի առաջ է լույս տեսել, որը որոշ սայտերում գրքերի մի 7 տարի շարունակ լիդեր էր, այս առաջինը մեր պատմության մասին է, Հայաստանի պատմությունը ներկայացվում է Վալերի Բրիսովի և Ձյակնավի գրի բանով, թե հայերի պրոբլեմը են է, որ իրանք վատ տեղ են գտնվում, այս գիրքը ասում է, որ հայերի պրոբլեմը հայերն են, Եվ գուշակում էր, որ հայերի հետ բարդ ժողովուրդ ենք, հայերի հետ կարող են վատ բաներ պատահել հայերի պատճառով, որ զգուշանանք, որ տենց բաներ չանենք, կարանք գժվենք ու տենց բաներ անենք, այն դժվարությունները, որ մենք ամեն օր տեսնում ենք, 3-րդ թե 4-րդ անգամն է։ Սա այս մի գիրքն է, 25 տարի առաջ հրատարակված։ Այս մեկը մի ամիս առաջ հրատարակվեց, Եվ սա էլ ասում է, թե աշխարհում ինչ կլինի 20-ից 30 տարի հետո, ինչ անենք, որ նորից բանի մեջ չգնենք, ելնում է այն տեսակետից, որ շատ արագ առաջիկայում կլուծվեն Հայաստանի հիմնական քաղաքական եւ տնտեսական խնդիրները, բայց դրանից հետո մեզ նոր չելենջ է սպասվում, նոր մարտահրավեր, եւ սա նվիրում եմ ձեզ եւ մաղթում բեղմնավոր գործունեություն։ Շնորհակալություն։
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է հետվճարի միջոցով կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման ծրագրին, մանրամասներ ներկայացնելով նոր փոփոխությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ հունվարի 1-ից թոշակառուների եւ նպաստառուների կողմից անկանխիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20% մինչեւ 10,000 դրամ։ Դրա համար պարզապես պետք է Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ։ Այսօր ուզում եմ կրկին խոսել հետվճարի միջոցով կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման վերաբերյալ, ինչպես գիտեք, մենք փոխել ենք չափը հետվճարի եւ հունվարի 1-ից այն կազմում է 20% մինչեւ 10,000 դրամ եւ դուք կարող եք ձեր կենսաթոշակները եւ նպաստները ըստ էության ինքնուրույն բարձրացնել այդքան չափով։ Դրա համար պարզապես պետք է առևտուր իրականացնել անկանխիկ առևտրի կետերից Հայաստանի Հանրապետությունում գործող։ Բայց ուզում եմ խոսել նաև մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին, դա 2% հետվճարին է վերաբերում, որը էլի կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի միջոցով, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն առկա քարտով։ Հիմա ուզում եմ ցեզ ցույց տալ նաև պատկերավոր կերպով, տեսեք, սա Visa քարտ է մեր բանկերից մեկի, ես հատուկ փակել եմ, որ գովազ չհնչի, իսկ սա առկա քարտ է, որի վրա գրված է առկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ Visa կամ Master փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը եւ Ով որ Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, դա ամենավերջի սրիկան է։ Դա նշանակում է, որ այլ երկրներից, այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար եւ պետք է իրենք ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահել։ Երեք նման հայտարարություններ է արել ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ՀՅԴ-ՀԳՄ ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Սուքիասյանի հայտարարություններին։ Նոր տեսա, որ հայրենադավի եւ տիրադավների երթին միացած նախկին եւ ներկա օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, թե ով կասի իրենք եկեղեցին քանդում են, նա ամենավերջին սրիկան է։ Ուրեմն լսի կրզո ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր Արցախը ծախեցին, հիմա էլ տղերքի հարյան վրա փող են աշխատում ու 30 արծաթի դիմաց պայքարում հայկական ինքնության դեմ։ Հանգիստ նստի տեղդ ու սպասի քո պատասխան տալու ժամանակին։ Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի կարող ոչինչ պարտադրել։ Այս մասին հունվարի 6-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշել է ազգային ժողովի ԿՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նրան, որ իր ընտանիքին պատկանող ընկերությունն է ադրբեջանական բենզինը ներկրել եւ պարտադրել են բենզալցակայաններին, որ պետք է անպատճառ այդ բենզինը վաճառվի։ Հայաստանը վերջին 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի համար տասնամյակներ շարունակ տրանսպորտային ուղիները փակ են եղել եւ Հայաստանը մեծ գումարներ է վճարել տրանսպորտային ծախսերի համար։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանն իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80%-ը կտնտեսի 80-ից 100 միլիոն դոլար տարեկան, իսկ եթե Հայաստանի Հանրապետությունն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրների եւ միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ Հայաստանը կարող է տնտեսել 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը կգնա այլ ոլորտների զարգացմանը։ Իսկ այդ երեխայական չկրթված չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են $100,000 գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի։ Եթե ուզում ես տնտեսություն զարգացնես, պետք է դրա համար խելք ունենաս։ Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում, ասել է Խաչատուր Սուքիասյանը։ Լոռու մարզի բնակավայրերից մեկում տանը 5 ամսական երեխայի դի է հայտնաբերվել։ Հունվարի 5-ին ժամը 12:00-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։ Պարզվել է, որ մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական
կառույց։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ տիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարազատներն իրավապահներին հայտնել են, որ տանը երեխան հանկարծամահ է եղել։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Հայաստանի սահման տանող ճանապարհային փարավանի լեռնանցքով ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Ավելի վաղ բեռնատարների համար երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Սահմանափակումները գործում էին պետական նշանակության Կոդա Պարցխիսի Մանգլիսի Ծալկանի Նոցմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կիլոմետրի հատվածում։ Մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը բաց է եղել։ Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որը հունվարի 5-ին պետք է լիներ, հետաձգվել է, այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Որոշումը կհրապարակվի հունվարի 12-ին։ Դեկտեմբերի 5-ին 2 ամսով կալանավորվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է։ Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել դատավոր Մասիս Մելքոնյանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլերը կմիանան Վենեսուելայում ԱՄՆ-ի ներգրավվածությունը վերահսկող խմբին։ NBC News-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ տվյալների, Թրամփը հարցազրույցի ժամանակ վերոնշյալ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին նույնականացրել է որպես այս խմբի անդամներ։ Դա ընդհանուր խումբ է, նրանք բոլորն ունեն իրենց բազմամյա իրավասությունները, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ ինքն է Վենեսուելայի գործերին ամերիկյան ներգրավվածության հարցի գլխավոր պատասխանատուն։ Ոչ մի երկիր չի կարող պնդել, որ միջազգային դատավոր է։ Բոլոր պետությունները պետք է հետևեն միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակներին ու սկզբունքներին, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Չինաստանը մշտապես պաշտպանում է, որ բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ժողովուրդների կողմից անկախ ընտրված զարգացման ուղին, ինչպես նաև պահպանեն միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակներն ու սկզբունքները։ Առաջատար դերը պետք է կատարեն խոշոր երկրները, ոչ մի երկիր չի կարող հանդես գալ որպես միջազգային ոստիկան և ոչ մի երկիր չի կարող հավակնել միջազգային դատավոր լինելուն, ասել է Մաո Նինգը։ Նա հավելել է, որ Չինաստանը պաշտպանում է համապարփակ, համագործակցային և կայուն անվտանգության հայեցակարգը և հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Լրջորեն է վերաբերվում բոլոր երկրների անվտանգության վերաբերյալ օրինական մտահոգություններին և պնդում է պետությունների միջև տարաձայնությունների և հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա, երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ, միջազգային իրավունքի հեղինակությունը պաշտպանելու, ջունգլիների օրենքին դիմակայելու, ներքին գործերին միջամտությանը դիմադրելու և ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը համատեղ պաշտպանելու համար, ընդգծել է դիվանագետը։ ԱՄՆ-ն կարող է սուբսիդավորել նավթային ընկերությունների մասնակցությունը Վենեսուելայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը կարծում է, որ սա կարող է տևել 18 ամսից պակաս։ Կարծում եմ, մենք կարող ենք դա անել ավելի կարճ ժամանակում, բայց կպահանջվեն զգալի ֆինանսական ծախսեր։ Դրա համար անհրաժեշտ կլինի ծախսել հսկայական գումար և նավթային ընկերությունները կծախսեն այն, իսկ հետո նրանք կփոխհատուցվեն մեզանից կամ իրենց շահույթից, ասել է Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թեհրանին փոխանցել, որ Իսրայելը մտադիր չէ հարձակվել Իրանի վրա։ Հաղորդում է անպետական հեռուստաընկերությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Այս խնդրանքը Իսրայելի վարչապետը հնչեցրել է Ռուսաստանի նախագահի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցների ժամանակ։ Կանի խոսքով Նեթանյահուն խնդրել է Պուտինին այս ուղերձը փոխանցել Թեհրանին, վախենալով, որ Իրանը կարող է կանխարգելիչ կերպով հարձակվել Իսրայելի վրա, Իսրայելի հարվածը կանխելու համար։ Միաժամանակ պետական հեռարձակողը նշում է, որ Իսրայելի վարչապետը հունվարի 5-ին Քնեսեթում խորհրդարանում ելույթ ունենալով հայտարարել է, որ Իսրայելը Թեհրանին ազդանշան է ուղարկել, որ հրեական պետության վրա հարձակման դեպքում Իրանի համար հետևանքները ծանր կլինեն։ Կանի խոսքով Իսրայելի քաղաքական շրջանակների և անվտանգության գործակալությունների ներկայացուցիչները վերջերս քննարկումներ են անցկացրել տարբեր անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում իրանական խնդրի։
Ֆրանսիան չի աջակցում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալելու գործողության ընթացքում ԱՄՆ-ի կողմից կիրառված մեթոդներին։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքերն է փոխանցում կառավարության խոսնակ Մոդ Բրեխոնը։ Օգտագործվող մեթոդները ոչ աջակցվում են, ոչ էլ հաստատվում, սրանք հանրապետության նախագահի խոսքերն են, ասել է Բրեխտոնը։ Նրա խոսքով Մակրոնը ընդգծել է, որ Ֆրանսիան պաշտպանում է միջազգային իրավունքը եւ ժողովուրդների ազատությունը։ Ֆրանսիայի առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ գործողությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Միաժամանակ Բրեխոնը հավելել է, որ Մադուրոյի իշխանությունից հեռացումը համարում է լավ լուր։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքում իր առաջին դատական լսումների ժամանակ դատավորի հարցերին պատասխանելով հայտարարել է, որ դատարան ներկայանալուց առաջ չի տեսել մեղադրական եզրակացությունը եւ տեղյակ չէ իր իրավունքների մասին։ Այս մասին հաղորդել է New York Times-ը։ Թերթի տվյալներով սա կարող է վկայել այն մասին, որ Մադուրոն եւ նրա փաստաբանը քիչ ժամանակ են ունեցել գործը լսումներից առաջ քննարկելու համար։ Մադուրոն նաեւ հայտարարել է, որ շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահ։ Ես շարունակում եմ մնալ իմ երկրի նախագահը, ասել է նա։ Իր հերթին Վենեսուելայի նախագահի կինը Սիլիա Ֆլորեսը հայտարարել է, որ լիովին անմեղ է ԱՄՆ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ներկայումս ազատ արձակման խնդրանքով չի դիմում։ Հայտարարել է նրա փաստաբանը Նյու Յորքում կայացած դատական նիստի ժամանակ։ Պարոն Մադուրոն ներկայումս ազատ արձակման խնդրանքով չի դիմում, հայտնել է փաստաբանը։ Մադուրոյի կինը հնարավոր է կողոսկրերի կոտրվածք է ստացել ձերբակալության ժամանակ, նշել է վերջինս։ Կարակասում ԱՄՆ-ի ռազմական գործողությունից հետո Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը կոչ է արել հարգել Վենեսուելայի տարածքային ամբողջականությունը։ Համայնքը վերահաստատում է իր համերաշխությունը վենեսուելացի ժողովրդի հետ եւ կոչ է անում բոլոր պետություններին հարգել Վենեսուելայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ասվում է հրապարակված հայտարարության մեջ։ Համայնքը նաեւ աջակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին եւ հիշեցրել երկրների պարտավորությունը հարգելու ինքնիշխանությունը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Նյու Յորքի դատարանում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի գործով առաջին լսումները ավարտվել են։ Այս մասին հաղորդել է CNN News-ը։ Վերջինիս տվյալներով Վենեսուելայի առաջնորդը եւ նրա կինը դատարանի դահլիճից դուրս են եկել նույնական բանտային համազգեստով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 17-ին։ Ուկրաինայի կառավարության կողմից ԱՄՆ-ի Վենեսուելայի վրա հարձակման հավանությունը ցույց է տալիս նրա անտարբերությունը ժողովրդավարության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Geopolitical Economy Report-ի հիմնադիր եւ խմբագիր Բեն Նորտոնը։ Նրա խոսքով Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը ՆԱՏՕ-ի խամաճիկ ռեժիմը երկիրը ներկայումս ղեկավարում է միլիարդատեր օլիգարխ իդեմս Վլադիմիր Զելենսկու, որին հովանավորում են խոշոր ֆինանսական հաստատությունները։ Եղանակը առաջիկա օրերին հունվարի 7-ից 8-ը 9-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ, հունվարի 9-ի ուշ երեկոյան եւ 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-ից 9-ի ցերեկը կբարձրանա 3-ից 5, հունվարի 7-ից 10-ի գիշերը 16-ից 20, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 4-ից 6 աստիճանով։